Բարլուս, սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, շարունակում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացումը եւ ծրագրի վերջին հատվածում թվարկվում են միջոցառումներ, որոնք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխված դոկտրինում նշված միջոցառումների եւ սույն ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են մեկ ամբողջություն։ Եվ հիմա կթվարկեմ միջոցառումները։ Առաջինը համախառն ներքին արդյունքի միջինում տարեկան առնվազն 6%-ի աճ ենք մենք կանխատեսում եւ պլանավորում։ Գիտեք, որ 2021-26 թվականների ծրագրում մենք խոստացել էինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ եւ մենք այդ ցուցանիշը ապահովել ենք ավելի քան 7%, 7.6% միջինում տնտեսական աճ ենք ապահովել եւ առաջիկա տարիներին մենք պլանավորում ենք առնվազն միջինում 6% աճ։ Ընդ որում այստեղ մի նրբություն կա, աճի կառուցվածքը ճիշտ ըմբռնելու համար կարևոր է արձանագրել հետեւյալը։ Ենթադրենք մենք 0-ից աճում ենք 7%, եկանք աճեցինք 7%, հաջորդ տարի այդ 7%-ի հաշվարկը արդեն տեղի է ունենում 7%-ից։ Այսինքն 7%-ն է դառնում հենման կետը, 7%-ի վրա էլի 7% կամ հաջորդի 6%, հաջորդը արդեն 2 տարվա 7%-ի վրա է հաշվարկվում հաջորդ 7%-ը եւ այդպես շարունակ։ Եվ նաեւ ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականից մինչև 2025 թվականը Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 53%-ով, այսինքն մեր տնտեսությունը կիսով չափ 2018 թվականից ի վեր մեծացել է։ Ընդ որում սա իրական աճի մասին է, կա անվանական աճ, որի մեջ հաշվում է նաև գնաճի տրամաբանությունը, գնաճի հաշվարկը, բայց դա պարզ է գնաճը իրական աճ չի համարվում եւ մենք խոսում ենք իրական աճի մասին։ Հաջորդ կետը մեր արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% ավելացում ներկայիս 3.3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի։ Իհարկե մենք այստեղ նախատեսում ենք, որ մեր երկրում արդյունաբերությանը պետք է աջակցենք ամենատարբեր ծրագրերով, մինչև հիմա էլ աջակցել ենք եւ իհարկե մեր տնտեսական աճի մի որոշակի հատվածը արդյունաբերությունն է, այդ թվում մշակող արդյունաբերությունը։ Հաջորդը ՀՆԱ-ում ՓՄԶ-ների մասնաբաժնի աճ մինչև 40% 2024 թվականի 34.3%-ի համեմատ։ Մենք փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցությունը պատկերացնում ենք նրանց մրցունակության եւ արդյունավետության եւ արդիականացման ճանապարհով։ Էլի ուզում եմ հիշեցնել նախորդ օրը իմ բերած օրինակը կրպակների վերաբերյալ, երբ որ երկու իրար հենց պատկից կրպակները, մեկի գործերը նույն գործունեությամբ են զբաղվում, մեկի գործերը շատ լավ են, մեկի գործերը շատ վատ են։ Այստեղ ինչի մասին է վկայում, որ բիզնես վարողի անհատական հատկությունները առաջինը, երկրորդն էլ արդյունավետությունը, ինչքան է էլեկտրաէներգիայի վրա գումար ծախսում, այլ ծախսերը կրճատելու ինչ տեղ եւ ընդունակություններ ունի, ինչ սարքավորումներ է օգտագործում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք իհարկե այս իմաստով արդիականացման եւ մրցունակությունը բարձրացնելու իմաստով լինելու ենք փոքր եւ միջին ձեռնարկությունների կողքին, իհարկե այստեղ որտեղ հնարավորություն կա նաեւ ծախսերը կրճատելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկենք։ Նաև ուզում եմ հիշեցնել կամ ընդգծել, որ վերջին անգամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջած կատարած այցի ընթացքում, երբ որ մենք տնտեսվարողները հարց բարձրացրեցին, այսպես ասած, քաշի գնի հետ կապված, մեր պետական կարգավորումներում այդպիսի հասկացություն չկա եւ դա, այսպես ասած, խոսակցական արտահայտություն էր։ Ես հանձնարարեցի պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի պարզեն, թե ինչի մասին է խոսքը, նո այդտեղ որոշակի կոմբինացված տրանսպորտային եւ ոչ տրանսպորտային ծախսեր կան եւ մենք այդ ուղղությամբ գնացել ենք եւ
առաջիկայում պետական եկամուտների կոմիտեն կտեղեկացնի, եթե արդեն չի տեղեկացրել, որ այն ինչ մեր հարգելի ձեռնարկատերերը փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող անվանում են քաշի գին, այդ քաշի գինը առաջիկայում մինչև 30% կնվազի։ Մեր չորրորդ կետը հետևյալն է. 20,000 նորագույն մեքենասարքավորումներով եւ դրանց բաղկացուցիչներով տնտեսության արդիականացում ներառյալ 3,000 գյուղատնտեսական տեխնիկան եւ 2,000 ագրովերամշակման սարքավորումները։ Սա մեր լիզինգի հայտնի ծրագրի շարունակությունն է։ Դուք գիտեք, որ 2018 թվականից գործող լիզինգի ծրագրերով էսել է խոսակցական արտահայտություն, իրական անունը տնտեսության արդիականացման ծրագիր է։ Մենք հազարավոր մեքենասարքավորումներ ձեռք բերելու, նոր չօգտագործված մեքենասարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ աջակցություն ենք ցուցաբերել եւ այդ աջակցությունը կայանում է հետեւյալում, որ մենք ըստ էության սուբսիդավորում ենք բանկային տոկոսները կախված տարբեր ծրագրերից, երբեմն այդ սուբսիդավորման արդյունքում տոկոսները հասցնում ենք 0-ի, երբեմն 1-ի, երբեմն 2-ի եւ դա շատ լավ աշխատող ծրագրեր են, տասնյակ միլիարդավոր դրամներ ենք ծախսել մենք այս ուղղությամբ տնտեսությունը արդիականացնելու համար, եթե չեմ սխալվում 150 միլիարդ է պորտֆելը այդ ծրագրի։ 5-րդ տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում 5%-ային կետով։ Սիրելի քաղաքացիներ, 2018 թվականին մենք Հայաստանում 18 թվականից մենք Հայաստանում ստեղծել ենք 288,000 աշխատատեղ, շուրջ 288,000 աշխատատեղ։ Այդ աշխատատեղերը նոր արտադրամասեր են, այդ աշխատատեղերը գործարաններ են, այդ աշխատատեղերը շինհրապարակներ են, այդ աշխատատեղերը ինտենսիվ այգիներ են, այդ աշխատատեղերը տեխնոլոգիական ընկերություններ են եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք առաջիկայում պլանավորում ենք տարեկան 25,000 նոր աշխատատեղեր ստեղծել, ընդ որում ես ուզում եմ մենք նաեւ բարձաբանենք, թե աշխատատեղեր ստեղծելու մեր գործիքը որն է, մենք նաեւ արդյունաբերական գոտու մասին կետ ունենք, կանդրադառնամ դրան, բայց ավելի լավ այդ կետում անդրադառնամ, թե ինչպես ենք մենք պատկերացնում մասնավորապես աշխատատեղերը ստեղծելը արդյունաբերության ոլորտում եւ այդպես շարունակ։ 6-րդ կետը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ամբողջ բնակչության ընդգրկում։ Մենք այսօր պլանավորում ենք, որ 2028 թվին արդեն մեր ամբողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ կենսաթոշակառուները եւ սոցիալական որոշակի խմբերը եւ երեխաները առողջության ապահովագրության համակարգ ներառվում են պետական բյուջեից ուղիղ վճարումներով, իսկ մյուսները որոշակի վճարումներ են անում, այդ թվում նաև համընդհանուր հայտարարագրման համակարգով առողջապահության վրա արված այդ ծախսը որպես սոցիալական կրեդիտ հետ ստանալու հնարավորությամբ։ 7-րդ կետը հաշմանդամություն ունեցող 2000 անձի անձնական օգնականի ծառայության ապահովում։ Մենք, ինչպես գիտեք, էականորեն բարեփոխել ենք հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների ծառայությունը եւ նաեւ աշխատավարձեր ենք նշանակել եւ նաեւ հնարավորություն ենք տվել, որ հարազատները այդ գործառույթը իրականացնեն եւ մենք առաջիկա շրջանում այդպիսի եւս 2000 օգնականի ծառայության ապահովում ենք պլանավորում։ 8-րդը կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Արդեն գիտեք, որ բարեբախտաբար հիմա մեր մոտ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը եւ սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։ Մենք նախորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցինք նվազագույն պարենային զամբյուղին,
որը նշանակում էր, որ այդ գումարով պետք է թոշակառուն իր մեկ ամսվա անհրաժեշտ կալորիա, այսպես ասած մինիմալ անհրաժեշտ կալորիան կարողանա ապահովել, եւ հիմա արդեն մի քանի տարի անց ներառյալ կենսաթոշակների հետ վճարի համակարգը մենք կենսաթոշակը պահում ենք, միջին կենսաթոշակը բարձր ենք պահում, բարձրացրել ենք արդեն երբեմն 10%-ով նվազագույն սպառողական զամբյուղից։ Հիմա մենք ինչ ենք ասում ենք, իհարկե գնաճային երևույթներ կլինեն, դա անխուսափելի է, մենք կենսաթոշակները 2028 թվականից սկսած, որպեսզի նախորդ շրջանի գնաճային հաշվարկները ամբողջական լինեն, կինդեքսավորենք այնպես, որ կենսաթոշակը այլևս Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չի լինի։ Իհարկե կաշխատենք նաև ըստ հնարավորի, ըստ մեր համատեղ աշխատանքի, ըստ մեր վերցրած ՀԴՄ-ների, ըստ մեր վճարած հարկերի, ըստ մեր կատարած աշխատանքի, նաև հնարավորության դեպքում բարձրացնել ավելի թոշակը, բայց նաև ուզում եմ մի հարցի անդրադառնալ, վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն արտահայտությունը, թե ավելացված թոշակով այն, որ ապրիլի 1-ից ավելացրել ենք, մեր թոշակառուները կարող են լառնակա, օրինակ, տոմս գնել ինքնաթիռի, որովհետև տոմսերի արժեքները տատանվում են 2 եվրո, 5 եվրո, 10, 15 եվրո եւ այլն, եւ դա բուռն քննարկումների տեղիք է տվել, թե ինչքանով է նման արտահայտություն անելը կոռեկտ, ես հիմա ասեմ ինչու է կոռեկտ։ Վերջին շրջանում, երբ որ մենք մարզերով այցելություններ ենք անում, բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են հետևյալը, որ մենք նախկինում 30,000, 40,000 դրամ ծախսում էինք առողջության ապահովագրության վրա, դեղերի վրա, իսկ այժմ առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են մեր գրպանում։ Հիմա ես ուզում եմ ասել հետևյալը, որ այո, այսօր հնարավոր մենք ապրիլի 1-ից 10,000 դրամով ավելացել է կենսաթոշակը, նաև ետ վճարի հնարավորություն կա, երբեմն 5,000, երբեմն 7,000, երբեմն 10,000, այսինքն 20,000 դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3, 5, 10 եվրոյանոց տոմս դեպի լառնակա, օրինակ, եւ այդ դեղերի վրա նախկինում ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի եւ այլ ծախսերի վրա։ Ես հիմա ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, այդ չուզողներին ի հակառակ ես կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները այդ դեղերի գումարները մի կողմ դնեն եւ առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից կամ գուցե օգոստոսին, աշնան, սեպտեմբերին, երբ որ սեզոնը այդպես ակտիվ չի, եւ այո, սկսեն ճամփորդել, որովհետեւ ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել։ Մենք ընդհակառակը հիմա մենք հետադարձ հիպոթեկի մասին օրենքը երբ որ ընդունենք, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ եւ շատ ավելի վստահ կարող են ճամփորդել, եւ ես մեր թոշակառուներին կոչ եմ անում չլսել այդ չուզողների ձայները, որոնց կանխավարկածներն է, որ թոշակառուն թոշակի տարիքի անցավ պետք է տանը նստի, առավելագույն շարժման միջավայրը այդ բակն է եւ բակի զրուցարանն է եւ այդպես շարունակ։ Ոչ, սիրելի թոշակառուներ, հենց իմ նշած 150,000 մարդ այս տրամաբանության մեջ գտնվող այսօր Հայաստանում կա, ելի եմ ասում, որ նախկինում 30, 40, 50,000 դրամ ծախսում էր դեղերի վրա, հիմա առողջության ապահովագրությունը մասամբ կամ ամբողջությամբ այդ ծախսերը հոգում է եւ այսօր Հայաստանում կարելի է 2, 3, 5 եվրոյով ավիատոմս գնել
Իհարկե այստեղ նաև անհրաժեշտ է որոշակի հմտությունների տիրապետել on-line տոմս գնելու եւ մենք կարող ենք մտածել այդ մասին արդեն այո սա շատ կարող է մեր նախորդիվ պատմության դիտանկյունից շատ տարօրինակ է հնչում բայց ես մեր այդ խմբի բոլոր թոշակառուներին կոչ եմ անում անպայման մտածել այդ մասին